ընտրությունները արտահերթ դրա կարիքը չենք տեսնում, այո, այսօր առաջին անգամ եմ ես այսօր իդեպ լսել բանախոսներից մեկից, որ իրենք առաջարկում են ընտրություն։ Պատկերացնում եք 4.5 տարի է անցել, ընտրությունների մնացել է մոտավորապես 8 ամիս, Աբրահամյանը, մոտավորապես 8 ամիս է մնացել, 4.5 տարի առաջին անգամ մենք լսում ենք, որ ընդդիմությունը ասում է արտահերթ ընտրություններ։ Դուք հասկանում եք ընդդիմության որտեվ իրանք պատրաստ չեն։ Մի քանի բանի պատճառով պատրաստ չեն։ Առաջին իրանք գիտեն, որ իրանք չեն ընտրվելու։ Այնուամենայնիվ բոլոր ընդդիմադիրները, այսօր մենակ հանրապետականն է հայտարարել, որ արտահերթ ընտրություն, բայց մնացած որ նույնիսկ այսօր հանրապետականը չի ասում, Աբրահամյանը առաջին անգամ տենց լղոզված ինչ-որ բան հնչեցրեց, որովհետև իրանք պատրաստ չեն։ Երկրորդը իրանք գիտեն, որ իրանք պարտվելու են, չէ՞, հիշում են հայտնի արտահայտությունները այն բանի մասին, որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն, բայց միևնույն ժամանակ այսօր Իշխան Սաղաթելյանը ասում է, դե հա, ընդունում ենք, որ իշխանությունը այսօր լեգիտիմ է։ Բայց 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր, պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ լեգիտիմ է իշխանությունը։ Իրանք ինչ ընտրություն, իրանք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն։ Իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը չկա։ Երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեր տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեր տալ ժողովրդին։ Այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել եւ ես չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ, ասեմ, որ ես ինձ հիմա լավ է, դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա գնում եմ արտահերթ ընտրություն, որովհետեւ ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Չէ, դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Մեր ժողովուրդը այնքան խելացի է, այնքան քթի ծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք դա ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ գրանցել։